Ես Ղազար Փարպեցին եմ։ Ծնվել եմ 5-րդ դարում մի ժամանակ, երբ մեր ազգը կանգնած էր պատմական խաչմերուկներում։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ գիրը նոր էր ծնվում, իսկ խոսքն ու միտքը վերածվում էին զենքի, ազգի պաշտպանության համար։ Ես մեծացել եմ Փարպի գյուղում, սովորական պայմաններում, բայց սրտիս մեջ անհանգիստ կրակ կար ճանաչելու, գրելու, հիշելու։ Իմ մանկությունը հուշում էր ինձ, որ գիտելիքը միայն իմը չէ, այն պատկանում է իմ ժողովրդին։ Մանկությունս անցել է Ցուրտավում Գուգարած Աշուշա Բդեշխի պալատում, որտեղ կրթվել ու հասունացել եմ հայոց ապագա սպարապետ մարզպան Վահան Մամիկոնյանի հետ։ Ուսումս շարունակել եմ Բյուզանդիայում, որտեղից վերադառնալով կրթական գործունեություն եմ ծավալել Շիրակում Սյունիքում։ 486 թվականին Վահան Մամիկոնյանը ինձ նշանակել է Էջմիածնի վանահայր։ Սակայն որոշ խավարամիտ հոգևորականներ զրպարտել ու հալածել են ինձ։ Եվ ես ստիպված հեռացա երկրից, հաստատվեցի Ամիդում։ Այստեղ էլ գրեցի թուղթ առ Վահան Մամիկոնյան ուղերձը ճարտասանական հնարքներով ապացուցելով իմ անմեղությունը մերկացնելով ստախոս հոգևորականներին։ Սակայն հետո Վահան Մամիկոնյանը ինձ ետ է կանչել վերահաստատել իր պաշտոնում։ Մեծագործ մարզպանի պատվերով էլ գրեցի հայոց պատմությունը։ Ես հավատացի գրի զորությանը և այն դարձավ իմ կյանքի ուղեկիցը։ Երբ Մեսրոպ Մաշտոցը ու Սահակ Պարթևը ստեղծեցին հայ գրերը, դա եղավ մեր փրկությունը։ Գիրը դարձավ այն կամուրջը, որով կարողացանք միավորել սերունդները։ Ես այդ սերունդներից էի։ Այդ կամրջի շինարարը։ Ես չեմ եղել միայն պատմիչ։ Ես եղել եմ վկան։ Ես տեսել եմ հայոց արքաների վեհությունը ժողովրդիս վիշտը։ Ես գրել եմ այն, ինչ չի կարելի մոռանալ։ Գրել եմ, որ դուք այսօր ապրողներդ իմանաք որտեղից եք գալիս։ Իմ ամենահայտնի գործը, հայոց պատմությունը, մի փորձ էր ոչ միայն հիշել անցյալը, այլև դրանից դաս քաղել։ Ես պատմեցի մեր թագավորների, եկեղեցու, պատերազմների, մեր բազում տառապանքների ու հաղթանակների մասին։ Ես փորձեցի հավասարակշռել ճշմարտությունը, առանց միտումնավոր խեղման։ Պատմությունն է այն հայելին, որը ցույց է տալիս մեզ մեր իսկ դեմքը։ Բայց ես միայն գրիչով չեմ ապրել։ Ես եղել եմ ճնշումների, աքսորի, հետապնդումների զոհ։ Բայց երբեք չեմ լռեցվել, որովհետև իմ խոսքը միայն իմը չէր։ Այն պատկանում էր իմ ժողովրդին։ Ես ունեի պարտք պատմել։ Եվ ես պատմեցի։ Այսօր դուք կանգնած եք իմ արձանի առաջ։ Կարծես քար եմ, լուռ ու սառնասիրտ, բայց իմ խոսքը կենդանի է։ Այն ձեր մեջ է։ Երբ կարդում եք ինձ, դուք միանում եք իմ անցած ճանապարհին։ Երբ խոսում եք հայոց պատմությունից, դուք կրկին ու կրկին տալիս եք իմ անունը։ Եվ եթե հարցնեք, ինչու եմ գրել, ինչու եմ հանդգնել այդ վտանգավոր դարերում պատմել ճշմարտությունը, պատասխանը պարզ է։ Որովհետև իմ հայրենիքն էր դա պահանջում։